Ժողովուրդ բարի լույս, այսօր հոկտեմբերի 20-ն ենք եւ մի քանի բան կա, որ ուզում եմ խոսանք իրար հետ։ Առաջի բանն այն է, որ ահագին ժամանակա այս անկման հետևանքն եմ փորձում հասկանամ ու տարբեր աղբյուրներից, տարբեր մասնագետների լսելուց հետո հասկանում եմ, որ այս ամենը տեղի ունեցել իհարկե մանիպուլյացիայի շնորհիվ, բայց նախ եւ առաջ տեղի ունեցել, որովհետեւ այսպես կոչված պլեչոները leverage X-երի քանակը շատ ա եղել ու ատոմային բոմբի էֆեկտ ա տեղի ունեցել, որ մեկը մյուսին սկսել ա փակել ու լիկվիդացվել։ Ոնց է հիմնականում սա տեղի ունենում, երբ որ լիկվիդացիա տեղի ունենում, ավտոմատ կերպով վաճառք է իրականացվում, չէ՞, այսինքն երբ որ դու առնում ես ու լիկվիդացում ես, ավտոմատ վաճառք է տեղի ունենում, որպեսզի այն մյուս գնորդը ավելի էժանով որ ցանկանում առնի, կարողանա առնի։ Բայց երբ որ սենց հազարավոր իրար հետևից գնացել են միլիոնավոր սենց գործարքներ իրար հետևից գնացել, դրա համար էլ սենց կատաստրոֆա եղել, որովհետև երբեք նույնպես այսքան մեծ գործարքների քանակ չի տեղի ունեցել ու սա տրամաբանություն այն է, որ Տրամպը օգնել է, որ կրիպտոն ի վերջո ավելի հասանելի դառնա, այդ իսկ պատճառով ավելի շատ է այս ամենը տեղի ունեցել։ Հիմա ինչ եմ ուզում ասել սրանով, որ սա վերջը չի, ճիշտ հակառակը, վերջը եթե լիներ, մենք չէինք տեսնի բիթքոյնը, այսինքն իջներ 102, որից հետո կփակեր 112,000 վերև ու 50%, նույնիսկ 40% անկման չափով։ Չենք էլ տեսնի, որ այսենց հանգիստ կգար կիչներ եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասեմ, որ այս զոնան դեռևս բավականին ձիգ զոնա է ու քանի դեռ չի ջարդվել որևէ մակարդակ, ես չեմ կարծում, որ լուրջ է դիտարկել, որ վсё հեսա ներքև այցնում alt-season չի լինելու եւ այլն, որովհետեւ իրականում ես այդպես չեմ կարծում։ Ինչ եմ ես կարծում։ Կարծում եմ հետեւյալը, որ այստեղ մենք իսկապես ունենք մի փոքր տհաճ ուրեմն իրավիճակ, որ եկել է բիթքոյնը ի վերջո մարմնով փակել է։ Փակելուց հետո, տեսեք, իջավ այստեղ, եկավ բարձրացավ, այսենց շատ սիրուն փակեց, որից հետո սկսել է բարձրանալ, շաբաթօրվայից սկսած, սկսել է բարձրանալ։ Սովորաբար ինչ է լինում, շուկայական տեսանկյունից լինում է, որ այսենց բարձրացավ, իջավ, բարձրացավ, այստեղ իջավ, okay, ջարդեց, հիմա ինքը պետքա բարձրանա, որից հետո իջնի։ Խնդիրը այստեղ կայանում է նրանում, որ եթե միջև այստեղ հասնելը, լավ, 120,000 հասնելը, եթե իհարկե հասնի, հավանաբար 116-ի սահմաններում է ավելի շատ լինելու, բայց եթե նույնիսկ գա հասնի այս սահմաններում, այս զոնան օրականով պրինցիպի հուշում է, որ գալու է այստեղ ապա ինքը շարունակելու է վերև բարձրանալ, բոլորին այստեղ խափել է եւ շարունակելու է վերև բարձրանալ, թե ոչ, այդ միայն ու միայն կախված է լինելու, թե Տրամպը հիմա պատերազմը սկսելու, թե չէ, ու իր հիստերիկ կեցվածքով, ինչեր է խոսալու, ոնց անելու եւ այլն։ Այն ինչը, որ ես նախորդ վիդեոներից մեջ խոսում էի, այն է, որ մենք 9 օրից սպասում ենք, որ Ֆեդերալնի ռեզերվը տոկոսադրույքը իջացնի, էլի տեսնում եք 99% է, 99% հավանականություն կա, որ 9 օրից բանա լինելու, ու տրամաբանությունս այսպես է, քանի որ Թրամպը փորձեց ջարդի շուկան չջարդվեց, ի վերջո այս տատանումը տեղի ունեցավ, վերև ներքև, բայց չկոտրվեց, հետո նշանակում է, որ օքեյ, այդ նորությունը արժեր իջացնել այսքան, հա, 120-ից 110,000 օրինակ։ Հիմա եթե 110,000-ի սահմաններում ենք, ապա պետքա դիտարկենք ինչ դրական նորություններ կա, որ կարա հակազդի։ Դրական նորությունները Ֆեդերալնի ռեզերվն է, միանշանակ, որ ինքը եւս իջացնելու է տոկոսադրույք ու նույնիսկ միջև տարվա վերջ եւս իջեցնելու են։ Դա արդեն իսկ հուշում է, որ բիթքոյնը բարձրանալու է, ինչպես նաեւ կրիպտոշուկան, ու քանի որ այստեղ մաքրել են ծերից ծեր ինչ կար չկար սրբել են գնացել է, տրամաբանությունը շատ անհասկանալի կլինի,
Չնայած շատ բաներ կա, որ անհասկանալի է, բայց սա նույնպես անհասկանալի կլինի, եթե այստեղ լիկվիդացիա չկա, ոչ մի բան չկա մաքրելու, հա, այստեղ ներքևները կա, բայց այդ նորությունից հետո Չինաստան, որ պետք է պատերազմենք, իջացրեց այստեղ, պետք է իրանց հիմա ավելի ինչ-որ մի հատ լուրջ բան, որ կարողանան գցեն։ Ավելի լուրջ բան դեռևս չկա։ Քանի որ չկա, մենք գալիս ենք շատ խելոք, այստեղ այս գրաֆիկան ենք դիտարկում ու տեսնում ենք ինչ, որ այստեղ փոքր միջև 300 միլիարդի լիկվիդացիա կա, պլյուս մինուս, կարող ավելի շատ լինի, չեմ հաշվել, բայց այստեղ վերևը շատ ավելի շատ է, okay, ու քանի որ այս հատվածն է ու քանի որ շուկան միշտ փորձում է գնա այն ուղղությամբ, որտեղ որ լիկվիդացիոն զոնաներն են, ապա կարելի ասել, այստեղ արդեն սա մաքրած է, այլ բան չկա մաքրելու, հիմա բարձրանում է ինքը 113-114 հազարի սահմաններում, որը կարա նույնպես շարունակի վերև բարձրանալ։ Այսինքն բոլորին խապի, այստեղ դե սաղ արդեն իջնող են, չէ, դիրքավորվել են, որ պետքա ներքև իջնի, ու ի վերջո չիջնի, շարունակի վերև բարձրանալ։ Կարա լինի, միանշանակ կարա լինի։ Թե կլինի, թե չի լինի, կապրենք, կտեսնենք, բայց մենք պետքա ուշադիր լինենք, որ այն պահին, երբ որ այստեղ հասնի, այստեղ 113-114 հազար, ինքը իմ կարծիքով մի փոքր իջնելու է ներքև, եթե շարունակի վերև բարձրանալ շատ ավելի լավ, բայց այստեղից ինքը պետքա շունչ քաշի ներքև, ներքևն էլ ներքև կոչվածնել 107,000-ի սահմաններում, այլ 107,400 կամ 109,300։ Իմիջիայլոց շնորհակալություն Արտուրին, որ ինձ հուշեց, որ փաստորեն ես երբ որ սեն զոնաները ասում եմ, այս զոնան, այն զոնան, այդքան պարզ չի երևում, դրա համար կփորձեմ զոնաները համարներով, այսինքն թվերով ասել, որ ավելի պարզ լինի։ Համենայն դեպս, այն ինչը որ սպասվում է, որ գա մոտավորապես 114,000-ը կպնի, ջարդի, որտեղ որ մեծ հաշվագին ստոպեր կան, կմաքրի, որից հետո տենց 114.5-ից սկսած, պետքա որ սկսի անկում ապրել, ներքև ու ես հուսով եմ, որ ի վերջո կսկսենք արդեն դեպի վերև գործարքներ տեսնել։ Այստեղ տեսնում ենք, որ չոչա տեղ ունեցել, change of character կամ market structure shift, նույն բանն է, եւ սա հուշումա ներքև, բայց այստեղ նաեւ շաբաթականով ոչինչ չունենք, okay? Շաբաթականով ոչինչ չունենք, հետեւաբար սա արդեն իսկ դրական է։ Այսքան որ խոսացի, հուսով եմ ձեզ համար պարզ էր, որ շուկան միտում ունի դեպի վերև բարձրանալու, բայց մի փոքր անորոշ վիճակ է։ Ընդհանուր ինձ համար ես օպտիմիստիկ եմ, այսինքն դրական եմ տրամադրված, որ կրիպտո շուկան մեռած չի ու դժվար է թե մեռնի մոտակա ժամանակներս։ Միակ խնդիրը այն է, որ պետքա մենք կարողանանք ճիշտ մոտենալ հարցին, որ գումար չկորցնենք ու գումարը պահպանենք այնքան ժամանակ, մինչև իդեալական գործարքի հնարավորություն կլինի, որ այդ գումարը կարողանանք օգտագործենք ու ի վերջո փող աշխատենք այդ գումարով, ոչ թե ուղղակի աչքին ձախին, ուրեմն նվիրենք շուկայի տարբեր մասնակիցներին, ովքեր որ փաստացի մեզանից ավելի խելացի են, եթե իրանք կարողանում են մեր գումարը վերցնեն։ Okay? Եվ այսպես ձեզ լավ օր եմ մաղթում, հիշեք, որ fake hike-երից հեռու մնացեք ու ինչպես միշտ stop loss-եր միշտ օգտագործեք, անկախ թե մինուս եք, թե պլյուս եք, թե ինչ եք, միշտ օգտագործեք։ Ձեզ լավ օր, կհանդիպենք, հաջողություն։